Ըստ ձեզ ինչու են Նիկոլ Փաշինյանի բարի նպատակներով արված բարեփոխումները ձախողվում։ Որովհետև դուք սխալ արտահայտեցիք, իրեն բարի նպատակ չունի։ Շնորհակալություն։ Որոշի գործողություն չի ձախողվել։ Ամեն բան կարգին է։ Իհարկե։ Ես ինչ իմանամ այ ախպեր։ Ես չեմ գտնում, որ միշտ ձախողվում է։ Այ ասիջան մենք Նիկոլ Փաշինյանի հետ գործ։ Որովհետև բարի նպատակ չկտրավ ձախողվում։ Որովհետև դրանք ի սկզբանե կարելի է ասել ձախողված պետք է համարել։ Ի սկզբանե դա բարեփոխումների չէր ծառայում, այլ հակառակը։ Ըստ ձեզ Նիկոլ Փաշինյանի բարի նպատակներով արված բարեփոխումները ինչու են ձախողվում։ Գնա Նիկոլ Փաշինյանի անունը լսել։ Ինչ են ձախողվում, որովհետև միասնություն չկա, խեղճ Նիկոլ Փաշինյանը մենակ է, չեն հավանում մեր հայությունը իրան, ոնց ասեմ, միմյանց ատում են, համերաշխություն չկա, հասկանում եք, դա է, հասկանում եք, ինքը մենակ ինչ կարը, ինչ անի, ժողովուրդը իրան չի ընդունում, չարանեն գա, ես մի հատ բանաստեղծություն ուզում եմ նվիրեմ ժողովրդին, ես եմ գրել, ինքս եմ գրել, ինչու այսքան նենգություն, ինչու այսքան չարություն երկրի վրա տերին, ինչու համար, ինչու այսքան չարություն մարդկանց հոգիներում, սրտերում, ինչու համար, ինչու, սիրո տեղատելություն, բարության տեղ չարություն, ուրախության տեղ տխրություն տիրում է մարդկանց սրտերում, հոգիներում, ինչու համար, տերիմ, ինչու, և ինչուների մի շարք շարաններ պիտ բարդանան երկինքին տեր, պատասխանը քոնն է, հատուցումը քոնն է, դատաստանը քոնն է ամենայակի, և ամեն անգամ ուժգին խորելիս էլ ես չեմ ասի, ինչու է այդպես, պատասխանն ասումն է, ես եմ գրել, որ մարդիկ շատ չար են, շատ նախանձ են, համերաշխություն չկա, միասնություն չկա, դրա համար թուրքերը մեզի ատում են ու ճիշտ էլ անում են։